Հանրապետական պատգամավորներն ավելի վաղ հայտարարել էին նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները կանխող օրենսդրական փոփոխությունների հարցով արտահայտ նիստին չմասնակցելու եւ քվորոմի բացակայության պայմաններում նիստի անցկացումը ձախողելու մասին։ Հանրապետական գործիչների շատերի աշխատասենյակի դռներն այսօր փակ էին։ Մենք մոտերքում ենք լինելու, սակայն նիստին չենք մասնակցելու, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանական 4 ուժերի նախաձեռնությունը Սահակյանը անիմաստ քայլ որակեց։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը ժամանակավրեպ է։ Այդ նույն բանը կարելի է քննարկել 15-16 թվականը, երբ ազգային ժողովի ընտրություններ են եւ միշտ էլ այդպես է եղել, ընտրությունների նախորդել է օրենսգրքի քննարկումներ։ Գրանցումից հետո պարզ դարձավ, արտահայտ նիստ անցկացնելու նախաձեռնության տակ ստորագրած 48 պատգամավորներից դալիճում էին միայն 44-ը։ Հանրապետականներից բացի արտահայտ նիստը բոյկոտել էր նաև օրինաց երկիր կուսակցությունը։ Այն, որ արտահայտ նիստը չկայացավ, ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսում է այն մասին, որ խորհրդարանի դերակատարությունը զրոյացվում է։ Քաղաքական մեծամասնությունը խախտել է ազգային ժողովի կանոնակարգը։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը ոչ միայն ցանկություն էր, այլև անհրաժեշտություն, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններն անցկացվեն եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ Կոալիցիոն ուժերի բոյկոտը ըստ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսում է այն մասին, որ վերջիններս քաղաքական կամք չունեն երկրում արմատական փոփոխությունների Եթե նրանք այսպես կոչեցյալ մեծամասնությունը, որը ապօրինաբար է այդ մեծամասնությունը ձեռք բերել, եթե նրանք այդքան վստահ են իրենց ուժերի վրա եւ ժողովրդի աջակցության վրա, իրենք պետք է գնային բոլոր այն ընդդիմության բոլոր այն մտահոգությունները բավարարելու ճանապարհը, որ մենք առաջարկում ենք։ Ըստ էության, մարդիկ ասում են, որ ազգային ժողովը այդ իրավունքներից սահմանադրական չի կարող օգտվել։ Այսինքն սա ոչ միայն օրենքի ոգուն է հակառակ, այլ նաև տառին, հենց այն իմաստով, որ պարտավորություն է եւ դա պետք է կատարվի։ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նայրա Զորաբյանի համար կանխատեսելի էր, որ արտահայտ նիստը ՀՀԿ-ն կտապալի։ Վերջիններս այն պատճառաբանությունները, թե այս կամ այն փոփոխությանը գնալու համար անհրաժեշտ է ժամանակ, Նայրա Զորաբյանի խոսքերով անլուրջ է։ Քաղաքականության մեջ առաջնորդվել անիմաստություն է, ժամանակ չունենք, ուշ է կամ շուտ է տերմինոլոգիայով, դա լուրջ չէ, եթե քաղաքական ուժը իրեն համարում է իրապես, ինչպես իրենք են ասում, մենք ենք որոշողը, մենք ենք լոկոմոտիվը, մենք ենք այս, ապա ցանկացած լուրջ քաղաքական ուժ, ցանկացած նախաձեռնություն ոչ թե պիտի տապալել, այլ պիտի գար եւ քաղաքական իր այդ բարձունքից փորձել հիմնավորել իր տեսակետը։ Ես կարծում եմ, որ սա լավ նախադեպ չի։ Վերջ-վերջո ազգային ժողով հարց կարող են բերել Հանրապետության նախագահը կառավարությունը եւ ազգային ժողով ներկայացված քաղաքական ուժերը, այսինքն քաղաքական մեծամասնությունը ազգային ժողով ներկայացված քաղաքական ուժերին զրկում է այդ իրավունքից։ Կոալիցիոն ուժերի բոյկոտը սահմանադրության 70-րդ հոդվածի խախտում էր եւ սա ցույց է տալիս նրանց արհամարանքը սահմանադրության եւ օրենքի նկատմամբ, որպեսզի ապօրինաբար պահպանեն իշխանությունը, մեծեձրություն նշեց Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։ Քաղաքական մեծամասնությունը պատգամավորի խոսքերով տարական կուլտուրա չունի։ Նախաձեռնությունը արժանի էր հարգանքի եւ պարտավոր էին գալ եւ հարգել մեր նախաձեռնությունը։ Մինչդեռ ըստ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՀՀԿ-ն ոչ մի քաղաքական ուժի առջև պարտավորություն չունի։ Առաջին անգամը չէ, որ քվորոմի պատճառով նիստեր չեն լինում։ Տարական քաղաքավարությունն այստեղ կապ չունի։ Ես 3-4 անգամ վարել եմ նիստը եւ քվորում չի եղել։ Եվ քվորումը չի եղել նաև ընդդիմության գործիչների կողմից։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այն համոզմանն են, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ Հայաստանում անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, իսկ ՀՀԿ-ն խաղի այդ կանոններով առաջնորդվելու քաղաքական կամք չունի։ Նշենք, որ արտահայտ նիստ հրավիրած խորհրդարանական ուժերը պատրաստվում են դիմել նաև էթիկայի հանձնաժողովին։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։